Վաշինգտոնի ու Թեհրանի ներկայացուցիչներն արդեն այս շաբաթ բանակցային սեղանի շուրջ կնստեն։ Բանակցությունների հարթակը Թեհրանի սրտով է, ձևաչափը ևս։ Դեռ նախորդ նամակագրություններում էին վերահաստատել, որ ուղիղ բանակցություններ չեն ուզում, պատրաստ չեն նաև բանակցել ճնշման տակ։ Իրանն ու ԱՄՆ-ն կհանդիպեն շաբաթ Օմանում բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար։ Սա եւ հնարավորություն է եւ ստուգում։ Գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում։ Ստուգում ասելով Իրանի արտգործնախարարը, որ անձամբ է գնալու բանակցության Թրամփի հատուկ բանագնացի հետ, նկատի ունի ամերիկյան մտադրությունների ուսումնասիրություն։ Բայց այստեղ ուշագրավ է, որ երկրները դեռ խոսք չփոխանակած կարծես իրար լավ չեն հասկանում։ Երեք Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ԱՄՆ-ն եւ Իրանը ուղիղ բանակցություններ են վարում։ Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ եւ դրանք արդեն սկսվել են։ ԱՄՆ-ն կնախընտրեր Իրանի միջուկային ծրագրերի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ինչը համապատասխանում է նաև Թեհրանի շահերին։ Գուցե միջուկային ոլորտում որոշ զիջումների ու սահմանափակումների Իրանում պատրաստ են, բայց դա չի կարելի պնդել հրթիռային ոլորտի վերաբերյալ Իրանագետի պնդումն է։ Փորձագետը օրինակ է բերում միջուկային թեմայով երկրների նախորդ բանակցությունները։ Իհարկե հրապարակային հայտարարություններ եղել են հիմնական պահանջների մասին, բայց հայտնի չէ թե պահանջների ինչ ցուցակով Թրամփը բանագնացին Օման կուղարկի ու դրանից քանիսը մուգ կարմիր գիծ կհամարի պաշտոնական Թեհրանը։ Թրամփի նախորդ կառավարությունը նման 12 պահանջ էր ներկայացրել Իրանին, բայց այս պայդրությամբ բարձ չի թե այս անգամ կոնկրետ որոնք են լինելու այդ պահանջները։ Ամեն դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարծում եմ առաջնահերթ նախընտրում է բանակցային տարբերակը։ Բանակցությունների պայմանավորվածությունների լուրերին զուգահեռ Reuters-ը գրեց, թե նախորդին Այաթոլլահ Խամենեին կարգադրել է Իրանի բանակը բարձր պատրաստվածության վիճակի բերել։ Պատերազմի վտանգն իհարկե կա, բայց բանակցությունների գնալը ըստ փորձագետի հենց պատերազմ չնախընտրելու մասին է։ Եթե մենք կոնկրետ Իրանի դիրքերից ենք խոսում, ապա Իրանի համար եւս միանշանակ պատերազմը նախընտրելի տարբերակ չէ եւ Իրանի գործունեությունը թե վերջին տարիներին եւ թե առհասարակ վերջին տասնամյակներին միշտ դրան է միտված եղել, որ խուսափեն պատերազմից եւ այժմ էլ փաստացի գնում են բանակցությունների անգամ Թրամփի կառավարության հետ։ Այսպիսով շաբաթը որոշիչ կլինի։ Փորձագետներն ասում են, առաջին հանդիպումից էլ պարզ կդառնա՝ ի վերջո իրար հասկանում են Վաշինգտոնն ու Թեհրանը, թե ոչ։ Հեռակա կապի ամբողջ ընթացքում համենայն դեպս սպառնալիքների ու մեղադրանքների պակաս չի եղել։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։